Սա է, այո, խոսքի ազատությունը դա է, որ դուք այդտեղ կանգնած եւ մյուսները ձեր հարցերը անկաշկանդ տալիս եք եւ ստանում եք ձեր պատասխանները անկախ նրանից ինչքանով եք գոհ այդ պատասխաններից։ Ինչ վերաբերվում է օրինակ ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք 1000 ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է նա իմ կներեք Սիրելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ Ես էլ խոսում եմ ձեր մասին, հարցը տվեցիք լռեք մի հատ, հա? Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Մի րոպե սպասեք։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Ես հարբած աջակիցներ չունեմ։ Ես հարբած աջակիցներ չունեմ։ Խնդրում եմ հարգել մեր կարգը։ Ուրեմն ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք գետնին, որպեսզի ՊՊՑ աշխատակիցները ձեր Ես գիտեի, ես պարկում էի եւ հայտարարում էի, որ պարկում եմ, դուք էլ համարձակություն ունեցեք, ասեք, որ պարկում եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Դուք մի րոպե կներեք, դուք դիտավորյալ իմ աչքի առաջ վերջին անգամ Մասիսում պարկել եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Ես Հովանանքում եթե նկատի ունեք, ես որևէ գործողություն չեմ արել, Մասիսում եմ չեմ եղել ցեսել։ Ես տեսել եմ իմ աչքով եւ դա կադրում է դուք դիտավորյալ պարկում եք, որ ՊՊՑ աշխատողները Հիմա այդ կադրը թող ձեզ ցույց տան, ապացուցեք, որ ես դիտավորյալ որևէ ՊՊՑ աշխատակցի Շատ լավ, ես ձեր հարցի սա էլ խոսքի ազատությունն է։ Ձեր աջակիցները, ասում եմ, հարբած աջակիցները Ես հարբած աջակիցներ չունեմ։ Իմ բոլոր աջակիցները սթափ են։ Շատ լավ։ Տեսանյութերը նայեք, կտեսնեք, որ ունենք։ Որում են Նիկոլ Փաշինյան վարչապետ ու հարված։ Անի ջան, ավարտեցիք։ Շնորհակալություն։ Թույլ տաք մեզ գործենք։